Սեքսի համար ամենակարևոր օրգանը դա ուղեղն է, ոչ թե սեռական օրգանը։ Նման տղամարդկանց դուր է գալիս լինել հաղթողի դերում, խոսքի առումով, որովհետև եթե ինչ-որ բան է ասում եւ դիմացինը վախենում է կամ տհաճություն է զգում կամ իրեն վատ է զգում, տվյալ մարդը իրեն զգում է հաղթանակած։ Սեքսը կորցրել է իր բնական երևույթները, կորցրել է իր բոլոր էմոցիոնալ բաղադրիչները, այսինքն տղամարդու կողմից չկա ոչ մի գուրգուրանք, չկա ոչ մի շոյանք, տղամարդը հոգնած եկել է տուն եւ շատ դեպքերում որպես պարտականություն ուզում է իրականացնի սեքսը եւ քնի առանց սեքսի ընտանիք չի լինում։ Ամուսնացած կնոջ կինը երբ որ արդեն չունի սեռական կյանք, ոչ ռեգուլյար է դառնում, կնոջ մոտ առաջանում է միտք, որ իրեն չեն հարգում, որ իրեն օգտագործում են, որ իրեն օգտագործում են ըստ պահանջի։ Կույս աղջիկները ապրում են սեռական կյանքով, խոսքը վերաբերվում է վագինալ կոնտակտներին, հեշտոցային կոնտակտներին, պահպանելով իրենց կուսաթաղանթը։ Շատերը կզարմանան, կասեն, ո՞նց կա ձևը դրա։ Ողջույն։ Ինչ կլինի մարդու հետ, եթե նա իր ամբողջ ընթացքում երբևիցե չունենա սեռական հարաբերություն, եւ որն է տարբերությունը, եթե մարդ ընդհանրապես իր կյանքի ընթացքում չի զբաղվել սրանով, թե դադարել է զբաղվել սեքսով։ Բնավորության որոշակի փոփոխություններ արդյոք տեղի են ունենում, երբ մարդը չի ունենում այսպես կոչված անձնական կյանք։ Արդյոք նա դառնում է դյուրագրգիռ, արդյոք նա դառնում է չկամ։ Խոսելու ենք հոգեբանական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկությունների եւ փոփոխությունների մասին, երբ մարդու կյանքում կա սեքս կամ չկա։ Եվ այսօր իմ զրուցակիցն է սեքսոլոգ Մնաց Փահլևանյանը, բարև ձեզ։ Ողջույն Ամալա ջան։ Մնաց, ինչ կլինի մարդու հետ, եթե նա երբևիցե որևիցե անգամ իր կյանքի ընթացքում չի ունեցել սեռական հարաբերություն։ Հարցը բազմաթիվ անգամներ է հնչում եւ միանշանակ պատասխան չի կարող հարց ունենալ, որովհետեւ սեքսը դա մի երևույթ է, որի նորմայի սահմանները տատանվում են այնքան լայն դիապազոնում, որ փորձել բոլորին տեղավորել այդ սահմանների մեջ չեն կարող։ Այսինքն մենք չենք կարող ասել մի նախադասություն, որ եթե մարդը չի ապրում սեռական կյանքով, ապա դա վնաս է առողջությանը եւ լինեն մարդիկ, ովքեր ինչ-ինչ հանգամանքներում, ինչ-ինչ պայմաններից ելնելով չեն ապրում սեռական կյանքով, բայց չունեն որևէ խնդիր, լսելով այս նախադասությունը, որ սեքսով չզբաղվելը վնասակար առողջությանը, ունեն ինչ-որ վատ վիճակների մեջ։ Եվ պետք է մենք հստակ տարբերակում անցկացնենք կանանց եւ տղամարդկանց պարագայում, որովհետեւ օրգանիզմի ներքին հավասարակշռությունը պահպանող մեխանիզմները տղամարդու եւ կնոջ մոտ տարբեր են։ Ես ենթադրում եմ, որ տղամարդու համար ավելի ցանկալի է զբաղվել սեքսով, քան թե կնոջ պարագայում, այդպես է, թե ես սխալվում եմ, թե դա մեր կարծրատիպերն են։ Դա մեր կարծրատիպերն են։ Սեքս բոլորն են ուզում։ Ուղղակի տղամարդու եւ կնոջ տարբերությունները կայանում են նրանում, որ տղամարդիկ լինելով ազատ էակներ բնության մեջ կարողանում են ռեալիզացնել իրենց սեռական ցանկությունները եւ չկա վախ կամ տագնապներ, որ սեռական ցանկությունները ռեալիզացնելը հասարակության կողմից կարժանանա վատ վերաբերմունքի, ինչը չեն կարող ասել կանանց պարագայում։ Այսինքն կինը, որ ունի սեռական ցանկություններ, չի կարողանում ռեալիզացնել դա, տպավորություն թող չստեղծվի, որ կինը չի ուզում հարաբերություններ, ուզում է, ուղղակի հասարակության կարծիքին չի կարող դեմ գնալ կամ ընդունված նորմատիվներին, ավանդույթներին չի կարող դեմ գնալ եւ վարել ազատ սեռական կյանք, մինչեւ որ օրինակ կամուսնանա։ Երբ կա այս սեռական հարաբերության ցանկությունը, ակունքները, այդ ծագումնաբանությունը այս ցանկության որտեղից է, հորմոնալ ֆոնից է, մարդու ցանկությունից է շոյված լինելու, սիրված լինելու, թե այնուամենայնիվ ավելի շատ մտածելակերպից է, ինչպես ասում եք, ուղեղից է առաջանում այս ցանկությունը։ Ավելի լակոնիկ ձևակերպելով հարցս, սեքսով զբաղվելը ֆիզիոլոգիական պահանջմունք է, թե մտածելակերպի եւ հոգեբանական։ Միանշանակ ֆիզիոլոգիական մեխանիզմներն առաջնահերթ դեր են կատարում, եթե մենք խոսենք սկզբի համար։ Հարաբերությունների նկատմամբ պահանջը երբ է առաջանում լիբիդոն։ Տեսեք, օրինակ, մինչև սեռական հասունացումը, միջինում հաշվենք 12-ից 13 տարեկան, չնայած հիմա մի քիչ շեմը իջել է տարիքային, մինչև այդ տարիքը երեխայի մոտ չկա ու չի կարա լինի սեռական ցանկություն, ինչի համար։
Երբ սկսում են սեռական գեղձերը հասունանալ եւ այրան մեջ սկսում է մեծ քանակությամբ տեստոստերոն արտանետվել, դա առաջացնում է սեռական ցանկություն։ Դրա վառապացույցը, որ մինչեւ հասունացումը չկա ցանկություն եւ հասունացումից հետո կա։ Այսինքն սա նշանակում է, որ մարդու մոտ սեռական ցանկության սկիզբը դրվում է հորմոններով։ Բայց մենք պետք է հաշվի առնենք եւ գրականության բազմաթիվ տվյալներ են վկայում, որ սեքսի համար ամենակարևոր օրգանը դա ուղեղն է, ոչ թե սեռական օրգանները, որտեւ բազմաթիվ անգամ երբ մարդը ունենա խնդիրներ սեքսի հետ կապված, մենք մասնագետները շատ լավ գիտակցում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է, որ պետք է նրա խնդրի պատճառը փնտրենք հորմոնների մեջ, այլ պետք է հասկանանք նրա հետ ինչ է կատարվում առհասարակ իր հոգեկան աշխարհում, իր ուղեղում ինչ է կատարվում, ինչի համար չի ուզում մարդը, ոչ թե դա հորմոնների հետ կապված խնդիր լինի։ Կա որոշակի վիճակագրություն, որ այն տղամարդիկ, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական կամ պարբերաբար ունենում են տրամադրության անկումներ, նրանից է, որ իրենց սեռական հարաբերությունները կանոնավոր չեն կամ անհաջողակ են այս հարցում։ Արդյոք սրանք շահկապված են եւ արդյոք իսկապես սեքսը կարող է մարդուն հաղորդել ինքնավստահություն եւ հակառակը։ Այո, իհարկե։ Դա ապացուցված փաստ է բժշկության մեջ, որ տեստոստերոնը անտիդեպրեսանտ է համարվում, adekvat քանակությունը տեստոստերոնի եւ տեստոստերոնի քիչ քանակությունը, այսինքն ում մոտ որ տեստոստերոնի քանակությունը իջած է, նրանց մոտ մեծ է դեպրեսիաների հակումը։ Ում մոտ իջած է տեստոստերոնը, բացի նրանից, որ ունեն դեպրեսիայի հակում, նրանց մոտ նաեւ վատ վիճակում է գտնվում սեռական կյանքը, որտեղ չկա տեստոստերոն, չկա սեռական ցանկություն, չկա էրեկցիա եւ սեքսուալության այլ դրսեւորումները։ Եվ կրկին անգամ փորելով գրականության տվյալները, մենք ինչ ենք տեսնում ենք սեքսի, ինչու են մարդիկ զբաղվում սեքսով, մոտիվացիան սեքսի։ Բազմաթիվ կետեր կարելի է թվարկել եւ այդ կետերից, եթե մենք այսօր անդրադառնանք մարդու վարքային դրսեւորումներին, ինքնաճանաչողություն, ինքնադրսեւորում, ինքնավստահություն եւ այլն, այսինքն ձեր ասած հարցի պատասխանն է գալիս, որ լիարժեք սեռական կյանք ունեցող մարդը նաեւ իրեն լիարժեք հասարակության անդամ է զգում եւ կարողանում է ծավալել հասարակական գործունեություն, աշխատանքային գործունեություն, ավելի ինքնավստահ իրեն զգում, ավելի լավ է զգում, եթե ամեն ինչ լավ է նրա սեռական կյանքում։ Եթե կինը զբաղվել է հարաբերությամբ, ապա ինչ պատճառներով այլևս չի զբաղվում, սա այլ պատկեր է եւ եթե կինը առհասարակ երբևիցե չի ունեցել սեռական հարաբերություն, այլ պատկեր է, թե միևնույնն է process-ները նույն կերպ են ընթանում։ Նույն կերպ չեն կարող ընթանալ։ Մենք չենք կարող մի բանի մասին պատկերացում կազմել, եթե մենք դա չենք տեսել, չենք օրինակ, եթե ուտելիքի մասին խոսենք, համ տեսել կամ խմել կամ ինչ-որ։ Նույնը սեքսին է վերաբերվում։ Այսինքն եթե մարդը չի ապրել սեռական կյանքով, ինքը չի գիտի սեքսը ինչ է, սեքսից հաճույք ստանալը որն է, եւ եթե ինքը ապրել է սեռական կյանքով եւ ունեցել է լավ սեռական կյանք, բուրոն սեռական կյանք ու ինչ պատճառներով զրկվում է։ Բոլորովին տարբեր իրավիճակներ են։ Նաև պետք չի այդ իրավիճակների տակ հասկանալ մեր ժողովրդի մեջ ընդունված այդ կարծրատիպը, որ դատելով կնոջ վարքից, ինչքանով ենք իրեն ագրեսիվ կամ չար պահում կամ այլ վարքային դրսևորումներ ունի, ենթադրել դրանից ինքը սեռական կյանքում բավարարված է թե չէ։ Ընդհանրապես մեկը մյուսի հետ կապ չունի։ Կինով երբեք չի ապրել սեռական կյանքով, չգիտի սեռական կյանքը ինչ է, ինքը շատ հանգիստ կարող է անցկացնել իր ողջ կյանքը առանց սեռական կյանքով ապրելու։ Եվ ցանկություններ չի ունենա։ Ցանկություններ կունենա, բայց կնոջ սեռական ցանկությունները, քանի որ օրգանական մասը ավելի թույլ դերակատարում ունի կնոջ սեռական ցանկության մեջ համեմատ հոգեբանական մասի, նրանք ավելի հեշտությամբ են տանում ակտիվացած սեռական ցանկությունը եւ դրա դրսեւորումներն ավելի թեթև են տանում, քան տղամարդիկ, որտեղ տղամարդու մոտ սեռական ցանկությունը բացառապես փոխկապակցված է օրգանական մեխանիզմների հետ, հորմոնների հետ եւ սա ինչից է նաեւ գալիս է ամեն ինչը, երբ որ տղամարդն է գալիս ասում բարև ձեզ բժիշկ իմ սեռական ցանկությունը կորել է, մենք լրիվ ուրիշ ձևով ենք հարցին մոտիկանում եւ երբ կինն է գալիս ասում բարև ձեզ բժիշկ մոտ կորել է սեռական ցանկություն, լրիվ ուրիշ ձևով, որովհետեւ կնոջ պարագայում հազվադեպ ենք մենք գտնում օրգանական պատճառներ։ Հիմնական մեծամասնությամբ այնտեղ կան հոգեբանական խորը հարցեր թաքնված։ Այսինքն սա նաև օգնում է կնոջը ավելի թեթև տանել սեռական ձեռնպահությունները, սեռական կյանքով չապրելը, ինչը մենք չենք կարող ասել տղամարդու պարագայում։
Մնաց, տեսեք, եթե մարդ ունի ինչ-որ մի ցանկություն, լինի դա սեռական ցանկությունը, լինի ցանկացած այլ տեսակի ցանկություն, եւ այդ ցանկությունը չի բավարարվում, ինչպես այն կարող է չանդրադառնալ նրա պահվածքի վրա, նյարդային դառնալու վրա, բնավորության որոշակի գծերի սրվելու կամ ձևավորման վրա, եթե կա չբավարարված ինչ-որ մի ցանկություն։ Տեսեք, լիբիդոն իրենից ներկայացնում է էներգիա, մեր օրգանիզմում առկա էներգիա եւ պարտադիր չի, որ այդ լիբիդոն անպայման ունենա սեռական դրսևորում, այսինքն մարդը կարող է զբաղվել այլ գործերով, կարող է ինքը լինի շատ լավ քանդակագործ, շատ լավ նկարիչ կամ այլ գործունեություն ծավալի եւ իսկապես իր լիբիդոն այնքան սպառվի այդ գործունեության մեջ, որ առաջացած սեռական ցանկությունը բացասական չանդրադառնա նրա հոգեկան աշխարհի վրա, նյարդային համակարգի վրա եւ չբերի որևէ այլ խնդիրների առաջացմանը, բայց նորից եմ կրկնում, հստակ տարբերակ են կնոջ եւ տղամարդու տարբերությունները, որտեվ տղամարդու դեպքում ինչքան էլ մենք ասենք, թե լավ թող աշխատի իր լիբիդոն սպառի այլ ոլորտներում, ուրեմն չի ունենա սեռական ցանկություն, օրինակ սպորտ դահլիճում։ Հա, սպորտ դահլիճների թեման շատ ցավոտ թեմա է, երբ որ ես սկսեմ այդ թեմայից խոսալ, մարզիչների հետ կապված խնդիրներ կառաջանան, որտեվ ես ունենում եմ շատ պացիենտներ, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով եւ հանդիպել եմ բազմաթիվ դեպքերի, որ իրենց խնդիրները ֆիզիոլոգիական բնույթ են կրում, ոչ թե ինչ-որ պատճառներով, եւ պատճառը նա է, որ կա թյուր պատկերացում, որ եթե զբաղվում ես պրոֆեսիոնալ սպորտով, ապա պետքա երկար ձեռնպահությունների շրջան ունենաս, այսինքն շաբաթներով, ամիսներով չդատարկել սերմը ոչ ինքնաբավարարման տարբերակով, ոչ հարաբերության, որպեսզի պահպանվի մարդու մեջ ուժը եւ ինքը կարողանա այդ մրցումներին հաղթի։ Ես որպես մասնագետ չեմ կարող համաձայնվել այս տեսակետի հետ, սակայն նորից եմ կրկնում, որ սա ոնց որ խնդիր է առաջացնում մեր մասնագետներիս եւ մարզիչների միջեւ, որտեղ մարզիչները ուրիշ բան են ասում սպորտսմեններին, բայց մենք բժշկության տեսանկյունից չենք կարող ցավոք սրտի համաձայնվել այդ ամեն ինչի հետ։ Կարող ենք ասել, որ սպորտային լուրջ նվաճումներ ունեցող մարդիկ, հատկապես տղամարդիկ, դրանք մարդիկ են, ովքեր զոհում են իրենց սեռական առողջությունը հանուն սպորտային հաղթանակի։ Գիտեք, եթե նույնիսկ զոհում են իրենց սեռական առողջությունը, զոհաբերել ասածը հասկանանք, որ իրենք չեն ապրում սեռական կյանքով եւ չեն անում մաստուրբացիա։ Մեծ հարց է, ինչքանով է դա նպաստում իրենց հաղթանակին կամ հաջողություններին։ Ես կարծում եմ կապ չունի առանձնապես։ Դուք կարծում եք, որ դա Ես կարծում եմ կապ չունի ինչի համար, որովհետև սեռական բավարարվածությունը դա կլինի ինքնաբավարարման տարբերակով, թե սեռական հարաբերության տարբերակով, իրապես մարդուց խլում է կալորիաներ եւ էներգիա, բայց դա այնքան չափով չի գնում կորուստը, որ մարդը ի վիճակի չլինի այլ գործունեություն ծավալի։ Ես հասկանում եմ, որ կան մարդիկ, ով սեռական բավարարությունից հետո կարիք ունեն քնելու եւ հանգստանալ, հա։ Տղամարդիկ կան, իրանք ունենում են սեքս եւ պետքա պարկեն քնեն։ Իրանց չես կարող ասել գնա գործ արա կամ այստեղից այնտեղ, ուղղակի պետք է պարկեն քնեն։ Բայց մարդիկ կան, իրանք սեռական հարաբերությունից հետո, բավարարվածությունից հետո կարող են վեր կենալ տեղից եւ զբաղվել առույգանան եւ զբաղվեն այլ գործունեությամբ։ Սա մի փոքր սեքսուալ կոնստիտուցիայի տիպը պետք է հաշվի առնենք։ Այսինքն, եթե սեքսուալ կոնստիտուցիան թույլ է, մարդու էներգիան միանգամից սպառվում է, ինքը կարիք ունի հանգստի։ Մարդու նյարդային համակարգն ու բնավորությունը որքանով են շահկապված սեքսով զբաղվելու կամ չզբաղվելու հետ, իհարկե կխոսենք, սակայն նախքան դա ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Մենք կանք նաև Patreon-ում, որտեղ շուտով լինելու է հանդիպում քննարկում։ Հանդիպումը լինելու է տարբեր մասնագետների հետ, ում դուք հնարավորություն կունենաք ուղղելու հենց ձեր հարցը։ Սա փակ խումբ է փոքրաթիվ մարդկանց համար եւ այնտեղ նույնպես դուք կարող եք գրանցվել։ Սա մեր Patreon-ի հղումն է։ Մնաց նյարդային կին, նյարդային տղամարդ, որպես կանոն սուր խոսքով կոպիտ։ Եվ այո, ինչպես քիչ առաջ դու ասացիր, այդ կարծրատիպային մտածելակերպն է, որ ուրեմն չունի սեռական հարաբերություններ կամ դրանք իր համար բավարար չեն։ Արդյոք իսկապես դա այդպես չէ։ Այո, ես համամիտ եմ, որ դրանք կարծրատիպեր են, ինչ որ չափով, եւ այո, մարդը կարող է լինել շատ խաղաղ, բարիացակամ, երբևիցե չունենալով սեռական հարաբերություններ, բայց մեծամասամբ այնուամենայնիվ մարդիկ, ովքեր չեն ունենում այս բավարարվածությունը, նրանք ունենում են ներքին լարում։ Այսպես է, թե բացարձակապես դուք սա բացառում եք։ Բացառել չեմ կարող, բայց բերեք ես բերեմ մի օրինակ։ Ես ունենում եմ բազմաթիվ զույգեր, այսինքն պացիենտներ, ովքեր ամուսիններով են գալիս, հա, եւ հասկանալի, որ եթե հասել են իմ մոտ, ուրեմն ունեն սեռական խնդիր,
իրենց կյանքում եւ ասել, որ կողքից նայում եմ եւ տեսնում եմ ամիսներով չի լինում հարաբերություն, հա, օրինակի համար ինչ որ մի զույգի տեսանկյունից դիտարկենք այդ հարցը, ամիսներով չի լինում հարաբերություն։ Բայց դուք եկեք ու մտովի պատկերացնենք, որ դուք կողքից ուղակի նայեք կնոջ վարքը, հանգիստ է ինքը խաղաղ է, ինքը ուղակի մոտիվացված եկել է բժշկի մոտ, որպեսզի կարգավորեն իրենց սեռական կյանքում առկա խնդիրը, որպեսզի կարգավորվի իր ամուսնու մոտ էրեկցիայի խնդիրը եւ վերականգնվի իրենց ընտանեկան աններդաշնակությունը։ Ես չեմ տեսնում ագրեսիվ կանանց սեքսոլոգի կոնսուլտացիայի դիմաց։ Ոչ էլ տղամարդկանց։ Չէ, տղամարդկանց մոտ ընդհանրապես ագրեսիա չի լինում սեքսուալ դիսֆունկցիաների ժամանակ։ Հակառակ ընկճվածություն, դեպրեսիա է լինում։ Որտեվ տղամարդիկ շատ ծանր են տանում ի համեմատ կանանց։ Կանայք կարող են երկար ժամանակ ապրել այդ սեքսուալ դիսֆունկցիայի հետ, չունենալով որևէ գանգատ։ Կամ այդ գանգատը այնքան հեշտությամբ են կարողանում հաղթահարել եւ տանել, ինչը մենք չենք կարող ասել տղամարդկանց մասին, եւ կրկին անգամ պետք է վերադառնանք, որ թույլ էագեն կանայք աշխարհում արտահայտությունը ոչ այդքան ճիշտ է բնորոշում, եթե մենք դա նայում ենք մարդու ներաշխարհի տեսանկյունից։ Բժիշկ, եթե սեքսուալ դիսֆունկցիայի ժամանակ տղամարդը ընկճվում է եւ որևէ ոչ թե ագրեսիվ անում, ապա ովքեր են տղամարդիկ, ովքեր փողոցում մոտենում են կանանց եւ աղջիկներին եւ այսպիսի տհաճ արտահայտություններ անում եւ անցնում, պարզապես ունեն ցանկությունը դա ասելու։ Ես ճիշտն ասած հակված էի կարծելու, որ դրանք անկարող տղամարդիկ են ու մոտ այդ ցանկությունը ձևակերպվել է այս ձև։ Այս ախտորոշումով, հա, որոշակի դժբախտ մարդիկ են սրանք։ Եթե ոչ, ապա ինչու են այսպես վարվում եւ Շատ ուրախ եմ, որ դու չլինելով բժիշկ ճիշտ պատկերացում ունես երևույթի մասին, որտեղ բազմաթիվ մարդիկ կանայք ավելի ճիշտ, հա, վախենում են այդ տղամարդկանցից, ովքեր որ փողոցում կարող են նման, իրենք մտածում են տղամարդիկ եւ գերագրեսիվ սեռական վարքագիծ ունեն, ոչ, չունեն, ընդհակառակն է, երբ որ մարդը փորձում է իր սեքսուալ կարողությունների մասին խոսքով տեղ հասցնել կամ վարքով տեղ հասցնել, ինչ որ նշանակում է ինքը իր իրական սեռական կյանքում, իրական անկողնային փոխհարաբերությունում ունի լուրջ խնդիր։ Դա տղամարդ է, ով չի կարողանում ռեալիզացնել, իրականացնել իր սեռական պահանջները եւ փորձում է դա խոսքի միջոցով անել։ Եվ մեր մասնագիտության տեսանկյունից կան մի քանի հիվանդություններ, որոնց ժամանակ բնորոշ է նմանատիպ վարքային էլեմենտները, որը որ դու նշեցիր, եւ դրանք պացիենտներ են, հա, այսինքն պացիենտ նշանակում է խնդիր ունեցող մարդիկ են։ Մարդիկ, ովքեր ունեն լուրջ ինքնագնահատականի խնդիր, ինքնավստահության խնդիր, եւ եթե դու այդ մարդկանց վերցնես, տեղափոխես այլ միջավայր, ասես, հեսա քեզ միջավայր, քեզ հակառակ սեռը ներկայացուցիչ, ունեցի բուրըն քո սեռական կոնտակտները եւ իրականացրու բոլոր այն ամեն ինչը, ինչ որ դու խոսքով ես արտաբերում փողոցում, ինքը ոչինչ չի կարողանալու անել։ Այսինքն միակ դժվարությունն ու տհաճությունը ավելի ճիշտ ինչ կարող են նման տեսակի տղամարդը արտահայտել, այլ պարզապես դա ասելն է օտար անծանոթ աղջկան կամ կնոջը։ Այսպես ձևակերպում անենք, նման տղամարդկանց դուր է գալիս լինել հաղթողի դերում, խոսքի առումով, որովհետև եթե ինչ-որ բան է ասում եւ դիմացինը վախենում է կամ տհաճություն է զգում կամ իրեն վատ է զգում, տվյալ մարդը զգում է հաղթանակած, այսինքն կարողացավ վախեցնել կամ տհաճ զգացողություն պատճառել ու ինքը հաղթեց, ոնց որ ասած այդ իրավիճակում։ Այսինքն լուծումը չլսելու տալն է, ձևացնել, թե դու չլսեցիր։ Այո, բայց դա ասել է մի բան, իրականացնել է մի բան, եկեք պատկերացնենք, որ մի կին ոնց որ ոչ մի բանից անտեղյակ եւ չի դիտում նաեւ մեր հաղորդում օրինակ եւ տեղյակ չի, փողոցում մոտիկանում է մի տղամարդ եւ փորձում է տենց ինչ-որ գրեյկ արտահայտություններ անել, դժվար ինքը արհամարական դեմքի արտահայտություն ընդունի եւ ասենք թե օրինակ։ Սովորաբար դա այդ քայլքի ընթացքում է լինում։ Ինձնից էլ շատ ավելի լավ տեղյակ է։ Այո։ Պետք է նման մարդկանց, եթե ուզում ենք նեղացնել կամ վատ դրության մեջ դնել, դա եթե հնարավորություն կա դա ծաղրանքի ենթարկել, դա նրանց համար ավելի վիրավորական է, եթե չէ ամենաճիշտ վերաբերմունքը դա արհամարանքն է։ Չլսեցի եւ չտեսա։ Ինչ տարբերություն մարդ իր ցանկությունը ինչ միջոցով կբավարարի։ Ունենալով ֆիզիկական հարաբերություններ այլ սեռի ներկայացուցչի հետ, այլ մարդու հետ, թե ինքնաբավարարմամբ զբաղվի։ Արդյոք սրա արդյունավետությունն ու հետևանքը նույնը կլինի։ Տարբերություններ միանշանակ կան, ես կուզեի մի հետաքրքիր օրինակից այս ամեն ինչը սկսել, վերջերս ես
Սոչիում կոնֆերանսի էի եւ լեկտորներից մեկը ներկայացնում էր շագանակագեղձի ուռուցքի մասին ինֆորմացիա էր տրամադրում, լեկցիա էր կարդում եւ հերթական սլայդներից մեկի վերնագիրը սկսվեց հետեւյալ ձևով, հայերեն տարբերակով թարգմանած ասեմ, որ մաստուրբացիան կանխարգելում է շագանակագեղձի ուռուցքը։ Մի լռություն տիրեց դալիճում, հետո բոլորը սկսեցին ակտիվորեն քննարկել իրար հետ, ուզում էին հասկանալ ինչ է պատրաստվում այս սլայդից հետո ինչ հաջորդ սլայդն է պատրաստվում գալ։ Իրականում տղամարդկանց պարագայում սեռական կյանքով ապրելը կանխարգելում է ռեգուլյար սեռական կյանքի մասին է խոսքը, կանխարգելում է տարատեսակ խնդիրների առաջացումը շագանակագեղձի հետ։ Ես որպես պրակտիկ բժիշկ կասեմ հետևյալը. տղամարդիկ, ովքեր չեն ապրում սեռական կյանքով եւ չեն իրականացնում մաստուրբացիա, սոնոգրաֆիկ մենք նրանց օրգանները մի փոքր ավելի ուրիշ ենք տեսնում էկրանի վրա, խոսքը վերաբերում է շագանակագեղձին, ավելի անգործ վիճակում, ճակերտների մեջ այսպես ասած։ Ոչ մարզական վիճակում։ Ոչ մարզական վիճակում, այդ նշանակում է, որ շագանակագեղձը չունի իրեն բնորոշ կոնտուրները սոնոգրաֆիկ պատկերի վրա։ Ես սա բազմաթիվ տարիների ընթացքում հետևողական եմ եղել, կամ տղամարդիկ, ովքեր ապրել են սեռական կյանքով, բայց այս պահին օրինակ դիմել են բժշկի, եւ որովհետեւ իրանք վերջին 7 ամիսների ընթացքում ունեն խնդիր եւ սեքս չունեն։ Մենք նրանց շագանակագեղձի կոնտուրները լղոզված ենք տեսնում էկրանի վրա։ Բայց մարդիկ կան, օրինակ տղամարդիկ, ովքեր ռեգուլյար սեռական կյանք ունեն, բայց այլ պատճառով են դիմել սեքսոլոգի, սոնոգրաֆիկ մենք տեսնում ենք նրանց շագանակագեղձը նենց ոնց որ նկարած է լինում անատոմիայի գրքի մեջ։ Իսկ տարբերությունները փորձել հասկանալ, օրինակ, որտեվ մարդ կա, հիմա կհարցնի, հարց կառաջանա իր մոտ։ Լավ, ես ինքնաբավարարվածություն եմ անում, դատարկում եմ սերմը կանոնավոր, օրինակ օրը մեջ ենթադրենք, հա։ Այն մյուսն էլ 2 օրը մեկ ունենում է հարաբերություն, վերջնահաշվարկով դատարկում է սերմը։ Որն է տարբերությունը։ Տարբերությունները շատ են։ Մենք պետք է հաշվի առնենք, որ սեքսը էմոցիոնալ բաղադրիչ ունի։ Սա ամենակարևոր բանն է սեքսի մեջ։ Էմոցիոնալ բաղադրիչ չի կարող լինել ինքնաբավարարման ժամանակ։ Ինքնաբավարարման ժամանակ միայն ֆիզիկական բաղադրիչն է մասնակցում։ Ճիշտ է, լինում է հաճույքի զգացողություն, լինում է լիցքաթափություն, բայց եթե մենք համեմատական անցկացնենք, որ այդ հաճույքի զգացողությունը եւ լիցքաթափությունը մի դեպքում եղավ մաստուրբացիայի ժամանակ, մի դեպքում սեքսի ժամանակ, բացառապես տարբեր են։ Եվ օրգանիզմում այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները եւ այրան շրջանառությունը եւ մկանային տոնուսի լարվածությունը, հետո վերադարձը ելքային կետի բացարձակապես տարբեր են։ Եվ վերոհիշյալ մասը, որ ես նշեցի, որ մաստուրբացիան կանխարգելում է շագանակագեղձի քաղցկեղը, վերջում պարզվեց, որ ներկայացնողի խոսքի իմաստը կայանում էր նրանում, որ եթե չկա գոնե սեռական կյանք, փորձել ինչ-որ մի ձևով իրականացնել կանոնավոր սերմնաժայթքումներ կանխարգելելու համար շագանակագեղձի հետ կապված խնդիրների առաջացումը հետագայում։ Բժիշկ, այո, սիրով զբաղվելը նաև հոգեհուզական կապ է առաջացնում եւ ընդունված է համարել, որ կանանց մոտ այս հուզականությունը, զգացմունքայնությունը շատ ավելի բարձր շեմ ունի, քան թե տղամարդկանց մոտ։ Իհարկե, սա սուբյեկտիվ է եւ վիճելի, այնուամենայնիվ սա ընդունված։ Ես կասեի օբյեկտիվ, ոչ սուբյեկտիվ։ Այս պարագայում կնոջ համար ավելի կարեւոր է ունենալ հենց զուգընկեր, թե ինչպես եւ տղամարդկանց պարագայում հանգիստ կարող է շատ որոշակի ժամանակ իր մարզաձևը պահպանել ինքնաբավարարման միջոցով։ Կանանց պարագայում իսկապես նշանակությունը հուզական էմոցիոնալ երանգների պարագայում ավելի մեծ է, քան տղամարդկանց։ Եվ սա որպես պրակտիկ բժիշկ կարող եմ նաև շեշտել այդ մասին, որ բազմաթիվ կանայք, երբ որ իրենց ամուսինների հետ գալիս են սեքսոլոգի մոտ խորհրդատվության եւ վերջապես մի 5 րոպեանոց փոքրիկ ընդմիջում են ունեն, որ կարան առանձին զրուցեն սեքսոլոգի հետ, որտեղ ամուսինը ոչ մի ձևով չի համաձայնում, որ կին առանձին ներկայացնի իր խնդիրը, ամուսինը ասում է գոնե ոչ ինչ խնդիր կարա լինի։ Ինչ եմ ես հաճախ լսում կանանցից։ Ինչ եմ հաճախ լսում, որ բժիշկ կորել է հետաքրքրությունը, բժիշկ առաջվա նման էլ ոչինչ չեմ զգում։ Եվ երբ որ տալիս եմ հերթական հարցերը, ես տեսնում եմ, որ սեքսը կորցրել է իր բնական երևույթները, կորցրել է իր բոլոր էմոցիոնալ բաղադրիչները, այսինքն տղամարդու կողմից չկա ոչ մի գուրգուրանք,
չկա ոչ մի շոյանք, տղամարդը հոգնած եկել է տուն եւ շատ դեպքերում որպես պարտականություն ուզում է իրականացնի սեքսը եւ քնի, որ ինքը հասկանում որ եթե բարբերաբար իր կնոջ հետ չունենա հարաբերություններ, կնոջ մոտ կսկսեն առաջանալ կասկածներ, եթե իմ հետ չես, ուրեմն տես ում հետ ես եւ այլն, եւ շատ դեպքերում մարդիկ հարաբերությունները անում են զուտ պարտականությունից ելնելով, այդ պարտականությունից ելնելով սեքսը ենթադրում է, որ չկան իր էմոցիոնալ բաղադրիչները, չկա համբույր, չկա միմյանց մարմնին կպնել, գուրգուրանք, շոյանք, չկա տղամարդու կողմից նախաձեռնություն հասկանալու համար կինը պատրաստ է հարաբերություն, շատ դեպքերում տղամարդն ուղղակի իրականացնում է հարաբերությունը, որ շուտ պարկի քնի, չփորձելով հասկանալ կինը ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ է հարաբերության, թե ոչ։ Սա ինչի ցուցիչ է սիրո պակասի, թե միմյանց հանդեպ այլևս գիրքը չկա եւ որքանով այս գիրքն ու սերը շաղկապված ընտանեկան կյանքում։ Ես կարծում եմ սա հետաքրքրությունների կորուստի հարց է այստեղ, այսինքն ստանդարտ հարաբերությունները մի օր դառնում են անհետաքրքիր։ Այդ մի օրը կարող շատ շուտ գա, կարող ամուսնությունից եւ 3 տարի անց գա այդ մի օրը, որ հետաքրքրությունները սպառվեցին եւ այլևս սեռական հարաբերությունները դառնում են պարտավորվածություն, բայց սա խնդիր է, որի առաջացման մեխանիզմի մեջ կարևոր դերակատարում ունեն տղամարդը եւ կինը։ Եթե տղամարդը առանձին մտածի, որ թող կինս ամեն ինչ անի, որ հետաքրքիր լինի, կինն էլ իր հերթին մտածի, թող ինքն է տղամարդը ձեռնարկող, ինքն է, թող ամեն ինչ տենց չի լինում։ Սա պետք է լինի փոխհամաձայնեցված աշխատանք եւ կնոջ ու տղամարդու կողմից պետք է լինեն համապատասխան քայլեր, իհարկե այդ քայլերը պետք է տեղավորվեն ընդունված նորմատիվների մեջ, որովհետեւ նորմատիվներից դուրս քայլերը լրիվ հակառակ էֆեկտ է կարող են ունենալ եւ ոչ թե սեռական ցանկությունը ավելի բուռն դառնա, այլ ընդհակառակը կարող է ընկճվի եւ նույնիսկ կորի, որովհետեւ ես ունեցել եմ տենց դեպքեր, որ տվյալ կինը ոնց որ երկար ժամանակ լսել էր իմ հաղորդումները, որտեղ ես հորդորում եմ եղեք մի քիչ ակտիվ, ինչ որ հետաքրքիր բան մտածեք եւ մի տեսակ ինքը շատ հետաքրքիր բան բժիշկն ասաց։ Մի տեսակ եւ հետո ինքը իմ հետ անկեղծացավ, ասում է բժիշկ ջան, ձեր վիդեոները անդադ ուղարկում է իմ ամուսնուն, բայց ինքը մի տեսակ շատ էր ուզեցել հետաքրքրություն մտցնել եւ ամուսնու մոտ վանողական ռեակցիա էր արդեն առաջացել, մտածում էր, ամուսնը մտածել էր, այս ինչ է կատարվում իմ կնոջ հետ, երևի գժվել է։ Դրա համար այդ պահպանել այդ բալանսը դա պետքա լինի երկկողմանի եւ լինի այնքան, ինչքան թույլատրելի է տվյալ զույգի պարագայում։ Եվ դիմացինի համար դա ընդունելի լինի, նա պատրաստ լինի դրան։ Ուղղակի մեր հայ տղամարդկանց պարագայում շատ դեպքերում կարող է եւ հասարակ սովորական քնքշանքի, գուրգուրանքի, նախերգանքի էլեմենտները արդեն իսկ լինեն անընդունելի։ Ես հիշում եմ մի քանի ամիս առաջ էր ընդունել էի մի զույգ, որտեղ որ լուրջ սեռական դիսֆունկցիաներ կա, ընտանիքը պատրաստվում էր բաժանվել եւ ինչքան էլ որ մենք ասենք ոնց կարա ընտանիքը բաժանվի սեքսի հողի վրա, բայց ընտանիքը հենց բաժանվում է սեքսի հողի վրա, որովհետև ինչի համար, տեսեք, օրինակ տղամարդը գալիս է, ինքը ամուսնացած բաժանված տղամարդիկ, այսօր գիտեք մեր հասարակության մեջ ամուսնալուծությունների թիվն էլ է շատ է աճել, եւ այս հարց եմ ուղում տղամարդուն հերթական հարցերի մեջ, ու ասում իսկ ինչի եք բաժանվել, դե բժիշկ ջան, չհասկացանք իրար։ Ինքը այն ժամանակվանից ունեցել է սեքսուալ դիսֆունկցիա, մի օր դա պետքա բերեր ընտանեկան աններդաշնակության առաջացմանը եւ բաժանությանը։ Եվ սա կարևոր նշանակություն ունի ընտանիքում գիրքը, սերը, ներդաշնակությունը, փոխհամաձայնեցված այդ ամեն ինչը բալանսավորված, հավասարակշռված, առանց սեքսի ընտանիք չի լինում։ Ընտանիքը պետք չի հասկանալ ունեցանք 2 կամ 3 նախատեսված երեխա եւ վերջ, եզրափակեցինք։ Սեքսը, ինչպես մենք հաղորդման սկզբից էլ նշեցինք, շատ տարբեր նշանակություն կարող ունենալ, ինքնաճանաչում, ինքնադրսևորում, մոտիվացիա, ամեն ինչ, եթե չկա սեքս, մարդը սկսում է տխրել ուղղակի։ Առանց սեքս տխուր է։ Այո, առանց սեքս տխուր է, բայց հիմա կլինեն մարդիկ ասեն, ինչ խոսում ես բժիշկը, ես սեռական կյանք չունեմ եւ լավ էլ ուրախ եմ։ Ժպտալ արտաքին աշխարհին դա ուրիշ հարց է։ Ժպտալ ինքդ քեզ ներսից հայելու մեջ նայելուց չբացահայտես քո տխրությունը քո աչքերի մեջ, դա բոլորովին այլ հարց է։ Եթե սիրով զբաղվելը նաև էմոցիոնալ կապ է, հուզական կապ է, ապա պատահական հարաբերությունների ժամանակ արդյոք այս կապը լինում է, թե զուտ ֆիզիոլոգիա է, որը չի ենթադրում ոչ մի զգացմունք, ոչ մի էմոցիա, թե այնուամենայնիվ եւ երբ մարդկանց միջև որոշակի հարաբերություն է տեղի ունենում, անկախ նրանից
պատահական է, թե ոչ, այնուամենայնիվ ինչ որ էմոցիաների փոխանակում կա։ Չէ, պատահական կապերի մեջ չի կարող էմոցիոնալ փոխանակություն լինել։ Էմոցիաները, զգացմունքները դրանք շատ խորը ներքին աշխարհից են գալիս, դրանք ձևավորվում են ժամանակի ընթացքում վստահության մթնոլորտի մեջ։ Պատահական կապերում չեն կարող լինել էմոցիաներ։ Այդտեղ աշխատում է միայն բնազդը, բավարարել սեռական ցանկությունը։ Իհարկե, սա ավելի շատ բնորոշ է տղամարդկանց, քան թե կանանց, բայց բացառապես դա սեռական ցանկության բավարարվածությունն է օրգանական տեսանկյունից։ Պատահական այսօր սոցցանցով ինչ-որ մեկի հետ ծանոթանաս եւ էմոցիոնալ ուրիշ հարց է, եթե այսօր նաեւ դա շատ առկա է մեր հասարակության մեջ, վիրտուալ երկար շփումը, հա, տղամարդիկ կամ կանայք, իրանք ինչ-որ վիրտուալ ընկեր են գտնում սոցհարթակում, սկսում են երկար շփվել։ Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ այդ նամակագրությունների վերլուծությունը ինչքան էմոցիոնալ երանգներ է ստեղծվում ժամանակի ընթացքում, մարդկանց մեջ կապ նույնիսկ այն պարագայում, եթե իրանք երբևէ իրար չեն տեսել, բայց ամիսների ընթացքում այդ վիրտուալ շփումը ամեն դեպքում առաջացնում է էմոցիոնալ կապ։ Բայց ինչ մնա պատահական այսօր Իրիկունը գրեցիր բարևարի հանդիպենք, վաղը ստացվեց այդ հանդիպումը, իհարկե էմոցիոնալ բաղադրիչի մասին խոսք չի կարող գնալ։ Սեքսով զբաղվելու բուն ակտը ավելի գունեղ ու տպավորիչ է լինում, երբ դիմացինը հմուտ է, թե երբ կա այդ փոխադարձ էմոցիաների փոխանակումը։ Հմտությունը կապ ունի այս պարագայում, որովհետև եթե տղամարդը կամ կինը չունի սեքսի հմտություններ, սեքսը չի կարող բարեհաջող ստացվել։ Տեսեք, բազմաթիվ կանայք այսօր, հատկապես մեր երկրում, որտեղ ընդունված չէ մինչ ամուսնական սեռական կյանքը կնոջ համար, բազմաթիվ կանայք մտնում են սեռական կյանքի մեջ, ապրում են սեռական կյանքով, չունենալով որևէ հմտություններ, շատ դեպքում նաև չունենալով որևէ գիտելիքներ։ Բայց երբ որ իրենք սկսում են ապրել սեռական կյանքով, իրանք ինքնստինքյան փորձում են ինչ-որ բան սովորել արդեն, եւ այդ հմտությունը կարևոր նշանակություն ունի, եւ միտեղ նաեւ դրական նշանակություն կարող ունենալ, որ տղամարդը թեկուզ ունի մինիմալ հմտություններ, երբ սկսում է ամուսնական կյանքով ապրել, դե այդ հմտությունները ինքն նաեւ սկսում է սովորեցնել իր զուգընկերուհուն։ Եվ սեքսը ավելի բուռն այո կարող է լինել, երբ կա հմտություններ, իզուր չի ստեղծված բազմաթիվ գրքեր, բոլորիս կողմից հայտնի Կամասուտրան, որտեղ որ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է դիրքերը, առաջին հայացքից կարող է եւ մենք թերթելուց մտածենք, այս ինչ է գրած, սա ինչ նշանակություն, ամեն ինչ ունի նշանակություն սեքսի մեջ, դիրքի ընտրությունը, խոսքը, եթե որպես օրինակ խոսքը մեկին կարող է խանգարել, առաջացնելով խնդիր սեքսի ընթացքում, մեկին հակառակը կարող է դա ոգևորել։ Դրա համար այդ հմտություն ասվածի տակ նկատի առնվում նաեւ, որ յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, ընտրում, բացահայտում ժամանակի ընթացքում այն բոլոր հմտությունները, որոնք կօգնեն սեքսը դարձնել ավելի գունեղ։ Որովհետև եթե չկա գունեղություն սեքսի մեջ, մարդու մոտ պետք է սկսի կամաց-կամաց նվազել ցանկությունը ունենալ հաջորդ հարաբերությունը։ Որ հարաբերություններն են ավելի տևական, կայուն եւ վստահելի, երբ որ գունեղ վառ սեքսից հետո սկսում են պարբերաբար հանդիպել եւ ընթացքում հուզական կապ է ձևավորվում, թե երբ սիրահարվում են, արդեն կա որոշակի հուզական կապ, կան ընդհանուր հետաքրքրություններ, որից հետո հարաբերությունները տրամաբանորեն հասունանում են։ Պետք է լինի ամեն ինչ իր ընթացքով եւ իզուր չի որ կա այդ ընդունված ավանդույթները, չէ, մարդիկ սկզբից ծանոթանում են, շփվում են, հետո նշանադրություն է տեղի ունենում, ելի են շարունակում շփվել, հետո տեղի ունենում հարսանիք եւ այդ ամեն ինչ ունի նշանակություն, որովհետեւ դա հասունացնում է սեքսով ապրելու պահը։ Որովհետեւ երբ որ դու ծանոթանում ես եւ միանգամից սեքսը դառնում է հասանելի, դա կորցնում է իր հետաքրքրությունը։ Մարդու համար կորցնում է հետաքրքրությունը, իսկ երբ որ դու սպասում ես օրերով, շաբաթներով կամ ամիսներով, հեսա երբ է գալու այդ պահը, այն դառնում է ավելի հասուն սեքս, ավելի նպատակաուղղված, եւ պարբերաբար դրան վերադառնալու ցանկությունը լինում է ավելի շատ, եթե դու դժվարությամբ ես հասել այդ ամեն ինչին, ինչը հեշտ տրվում է մեզ, մենք դա հեշտությամբ նաեւ կորցնում ենք։ Եվ ոչ մի արտասովոր բան, օրինակ ես որպես մասնագետ չեմ տեսնում դրա մեջ, որ զույգերը շփվում են մի որոշակի ժամանակ, հետո են սկսում ապրել օրինակ սեռական կյանքով, ի հակառակ դրան եվրոպական մոտեցումը, որ ասում դե թող ապրեն մի ժամանակ սեռական կյանքով, հետո կորոշեն։
Ամեն կարծում եմ երկիր կամ չգիտեմ աշխարհի յուրաքանչյուր մասում այս ամեն ինչի մասին խոսելը լինելու է տարբեր մասնագետի կողմից եւ յուրաքանչյուր մասնագետ ապրելով ինչ-որ մի միջավայրում եւ շփվելով մարդկանց հետ սեռական կյանքի մասին է խոսքը, կազմելու է ինդիվիդուալ պատկերացում տվյալ պոպուլյացիայի սեռական կյանքի մասին եւ դա ներկայացնելու է այն ձևով, ինչը որ արկա է տվյալ հասարակության մեջ։ Հիմա դուք որպես հայ բժիշկ, ով աշխատում է Հայաստանում, օրինակ ինչ կասեք։ Ես կասեմ, որ սեռական կյանքը մեր երկրում գտնվում է շատ վատ վիճակում։ Դավաճանությունների մակարդակը շատ բարձր է եւ ամուսնալուծությունները դավաճանությունից բխող ամուսնալուծությունների թիվը շատ բարձր է, սա տխուր ցուցանիշ է։ Եթե առաջներում ամուսնալուծությունները կամ դավաճանությունները նույնիսկ կարող են շատ խիստ տեսանկյունից դիտարկվել, հատկապես հիշում եք առաջներում ինչքան էր ձգձգվում այդ process, աղջիկը գնում էր հորտուն, հետ էր գալիս, գնում էր հորտուն, հետ էր գալիս, այնքան էր գնում գալիս, մինչև հարմարվում մնում էր։ Սա եթե խորանակ իր բացասական կողմերն էլ ունի, հարցը դա չի, բայց այսօր փոխվել է ամեն ինչ։ Այսօր մի հատ գնաց, էլ հետ չի գալիս։ Всё, որոշեցին բաժանել, որովհետև դա հեշտ է, հանգիստ է, առանց ինչ-որ խնդիրներ։ Կբաժանեմ նորից կամուստանամ։ Դավաճանությունների հետևանքով բաժանությունների թիվը այո մեծ է եւ սա հետևանք է եւ արդյունք է, սակայն պատճառը հիմնական ո՞րն է լինում։ Սեռական կյանքում առկա խնդիրները։ Փորձի պակասը։ Չէ, փորձի պակասը այստեղ կապ չունի։ Սեռական կյանքում ուղղակի առկա խնդիրները։ Մարդիկ, երբ որ չեն ապրում սեռական կյանքով, առաջնահերթ կնոջ մոտ, քանի որ տղամարդը սեռական չբավարարված ցանկությունները բավարարելու եւ ռեալիզացնելու տարբերակներ ունի, խոսքը վերաբերվում է ամուսնացած տղամարդուն, իսկ ամուսնացած կնոջ ելքերը այդքան շատ չեն, ամուսնացած կնոջ կինը երբ որ արդեն չունի սեռական կյանք, ոչ ռեգուլյար է դառնում, կնոջ մոտ առաջանում է միտք, որ իրեն չեն հարգում, որ իրեն օգտագործում են, որ իրեն օգտագործում են ըստ պահանջի։ Այսինքն ամուսնու մոտ շաբաթը մի անգամ առաջացավ ցանկություն, մի անգամ կանի, ամիսը մի անգամ առաջացավ կանի, ընդհանրապես չառաջացավ այդ ամիս չի անի, սա նորմալ չի։ Սա նորմալ չի, տղամարդը պետք է հաշվի առնի, որ իր սեռական ցանկությունները պետք է համապատասխանեցնել նաև իր կնոջ սեռական ցանկություններին եւ չի կարելի մտածել, որ սա օրը թողած սեքսի մասին է մտածում։ Ոչ, դա սեքսի մասին մտածել չի, դա ինքնահարգանք է, այսինքն մարդը կինը եթե չունի սեռական կյանք, ամուսնացած լինելով հանդերձ, հա, դրա մասին է խոսքը, իր ամուսնու կողմից չկա վերաբերմունք, նորից եմ կրկնում, պետք չի դրա տակ հասկանալ, որ ինքը ահավոր շատ սեռական ցանկություն ունի ու չգիտի ինչ անի։ Սա վերաբերմունքի հարց է, թե կինը, որտեղ նույնիսկ շատ կանանց պարագայում պարտադիր չի իր հետ ունենալ սեռական կոնտակտ, բավական է շոյանքը, գուրգուրանքը, վերաբերմունքը, փաղաքշանքը, համբույրը, ինքը զուտ հասկանա, որ ինքը ուշադրության կենտրոնում է գտնվում։ Սեր զգա։ Այո, ուշադրությունը զգա։ Մարդու համար դավաճանության հիմնական պատճառը ո՞րն է լինում, այլևս չի սիրում, թե սեքսի առումով բավարարված չէ։ Այլ մարդուն սիրող մարդը, լինի կինը կամ ամուսինը, եթե սիրում է իր կնոջը, կարող է դավաճանել զուտ պայմանավորված իր սեքսուալ պահանջմունքներով։ Սեռական կյանքում առկա խնդիրները վաղ թե ուշ մարդուն ստիպելու են մտածել այլընտրանքային տարբերակների մասին, բայց ոչ բոլոր դեպքերում է, որ դավաճանության հիմքը լինում է սեքսուալ կյանքում առկա խնդիրները։ Ես ունեմ բազմաթիվ պացիենտներ, ովքեր տղամարդ պացիենտներ, ովքեր ունեն ընկերուհի, բայց երբ որ 1, 2, 3 այցելություն մենք մի փոքր ավելի ենք մտերմանում, քան բժիշկ պացիենտ, ինձ միշտ զուտ որպես մասնագետ, ով ապրում, աշխատում, գործունեություն ծավալում այս հասարակության մեջ, հետաքրքիր է լինում, որտեղ հասկանում ոնց որ թե սեքսուալ դիսֆունկցիան չի պատճառը, որ տվյալ տղամարդը ունի ընկերուհի եւ դավաճանում է իր կնոջ, ապա ի՞նչն է պատճառը։ Պատճառը, որ ինքը հասել է մի ստատուսի, որտեղ նորմալ է, որ ինքը ունենա ընկերուհի։ Այսինքն այդ դավաճանության հիմքը ոչ բոլոր դեպքերում կարող է կազմել սեքսուալ դիսֆունկցիան։ Ինքը սեքսուալ դիսֆունկցիայի պատճառով չի եկել, ինքը եկել է, որտեղ ունի ինֆեկցիաներ։ Այլևս սիրոհի ունենալը ամենևին էլ մոդայիկ չէ եւ չի ապահովում հասարակական վերաբերմունք, սա ես ձեզ ասեմ, որպես լրագրող, ով տասնամյակներ դաշտում աշխատում է, պարբերաբար բարձրաձայնում է այս թեման, ես ձեզ ասեմ, որ վերաբերմունքը տղամարդուն առաջվա, որ ունի ընկերուհի եւ այսօրվա խիստ տարբեր են, ինչը շատ ողջունելի է։ Տարբեր են, բայց դա մնացած է դեռ, դա մեր մնացորդային, ավելի կարծրատիպային մտածելակերպ ունեցող տղամարդկանց համար միգուցե դեռ այդպես է։
Այո, իհարկե։ Ես կուզենայի մի բանի վրա ուշադրություն դարձնել, վերադառնալով ձեռնաշարժության թեմային, որովհետև ես հիշում եմ, մենք ունեցել ենք նաև համատեղ նմանատիպ հաղորդում, եւ իմ հաղորդումների ժամանակ բազմաթիվ անգամներ այդ հարցը հնչում է, եւ ամենաշատը դա անհանգստացնում է երիտասարդներին, դեռահաս տարիքի երիտասարդներին եւ անհանգստացնում է կանանց։ Եվ հետաքրքիր է, որ արդեն հասունացել է այն պահը, որ կանանց կողմից կան զանգեր, դե գրելը նորմալ է, բոլորը ունեն ոչ իսկական ակաունտներ, կեղծ, բայց հետաքրքիր է, որ արդեն կան զանգեր կանանց կողմից, բժիշկ ջան, ես ամուսնացած եմ, ամուսինս այստեղ չի, ես ոնց որ ունեմ սեռական ցանկություն, ինչ կլինի, եթե գոնե ամիսը մի անգամ, հա, տեսեք ինչքան վատ վիճակի մեջ եմ, մտածում եմ, ամիսը գոնե մի անգամ անեմ ձեռնաշարժություն, արդյոք դա կվնասի իմ առողջությանը, թե չէ։ Եվ դեռահասների պարագայում, ովքեր որ հասկանալի է չունեն սեռական կյանք, բայց պետք է ռեալիզացնեն այդ պահանջը, ստիպված կարող է եւ դեռահասի պարագայում լինի օրը 2 կամ 3 անգամ, այսինքն մենք այս ամեն ինչին պետքա տանք նորմայի դրսևորում հասկացությունը։ Դեռահասը, որ չունի սեռական կյանք եւ ունի լիքը պահանջ, կարող է եւ լինի նորմայի տարբերակ, որ շաբաթը մի անգամ լինի տենց օր, որ ինքը 2-3 անգամ անի։ Եվ նույնն էլ վերաբերվում է այն կանանց, ովքեր ամուսնացած են, գիտեք այսօր բազմաթիվ կանայք լինելով ամուսնացած, ամուսինները ֆիզիկապես իրենց կողքին չեն կապված մեր երկրի։ Կամ մահացել են, կամ ուղղակի այստեղ չեն, որովհետև դրսում աշխատում են, մեր երկրի ֆինանսական վիճակը գիտեք ինչպիսին է, եւ ախր մեղադրելու չի։ Այդ ցանկությունը, ինչքան էլ որ կինը կնոջ ուղեղը սկսում է իրեն թելադրել, որ քո ամուսինը կողքից չի, հանգստացի եւ այլն, բայց պահանջը մենք ոչ չենք կարող բնությանը հակառակ գնալ։ Այդ պահանջը արթնանում է, ինքը երբևէ ապրել է սեռական կյանքով։ Ինքնաբավարարումը ամոթալի չէ։ Ինքնաբավարարումը ամոթալի չի, որովհետև կինը այդ ինքնաբավարարությունը պետք է անի իր տունը, իր սենյակում 4 պատերի մեջ, եթե դա անում է այնպես որ էլի որովհետև եւ վնաս է թե ոչ։ Եվ վնասին էլ է, սա ասենք կինը հարցնում է, բժիշկ ջան, իսկ ամոթ չի, ասում եմ, բայց ով է տեսնում, որ ամոթ լինի, ինչի համար պետք է ամոթ լինի։ Իսկ վնասը։ Վնաս չի կարող լինել։ Որտեւ ես գիտեմ, այս նախադասությունը ի հակառակ կասեն, բա եթե սովորեց ինքնաբավարարմանը, հետո կկարողանա ապրել սեռական կյանքով եւ հաճույք ստանալ, այդ ինչքան պետք է անի, որ սովորի ինքնաբավարարմանը։ Այո, ինքնաբավարարվող կանանց մոտ միշտ կա այդ վտանգը, որ ճանաչելով սեփական մարմինը, էրոգեն գոտիները ավելի լավ քանդականեր իր զուգընկերը։ Տղամարդկանց պարագայում նույնպես։ Այո, տղամարդկանց պարագայում էլ կա, եւ ճանաչելով իրենց մարմինը եւ բացահայտելով իրենց էրոգեն գոտիները, ստանում են ինքնաբավարարման տարբերակով ավելի մեծ հաճույք, քան իրական սեռական կյանքի պարագայում։ Բայց այդ հարցը ունի լուծման տարբերակ, ուղղակի կարելի է պարտների հետ քննարկել ինքնաբացահայտման քո այդ կետերը թվարկես, ասես ինչեր ես բացահայտել եւ ինչն է քեզ դուր գալիս, բայց դա ով կանի։ Մեր հասարակության մեջ դա դժվար է։ Պատկերացնում եք, ամուսինը Ռուսաստանից հետ է գալիս, կինը մի օր նստի իր իքուն ասի, գիտես, ես այս ամիսների ընթացքում բացահայտել եմ էրոգեն գոտիները, այս sense ինձ լավ է, այս sense լավ չի, արի դու sense անե։ Դժվար է, ես հասկանում եմ, բայց ախր սա էլ խնդիր է դառնում, որովհետև սկսում են իրար չհասկանալ։ Կինը մի օր սկսում է բողոքել, գիտեք, ես սեռական կյանքից հաճույք չեմ ստանում։ Եվ վերջին հարցը, ինքնաբավարարումը կարելի է համարել սեռական փորձ, այո թե ոչ, եւ ես գիտեմ, որ արձանագրվել են աղջիկների պարագայում դեպքեր, երբ ինքնաբավարարման արդյունքում կուսազրկվել են։ Ինքնաբավարարությունը չի համարվում սեռական կյանքի փորձ, որովհետև ամենակարևոր բանը սեռական կյանքը ենթադրում է օրգանական եւ էմոցիոնալ բաղադրիչների հանրագումար, իսկ էմոցիոնալ բաղադրիչը այդ հանրագումարի մեջ ունի ավելի կարևոր դերակատարում, քան օրգանականը, իսկ մաստուրբացիա ժամանակ մենք ուղղակի չունենք այդ էմոցիոնալ բաղադրիչը։ Դրա համար եկեք մաստուրբացիան չհամարենք սեռական կյանքի փորձ, այլ համարենք սեռական ցանկությունները բավարարելու միջոց։ Իսկ ինչ վերաբերում է կուսաթաղանթի վնասմանը, դարձյալ անգամ ինձ դեռ չեն զանգել, բայց բազմաթիվ նամակներ է գալիս, բժիշկ ջան, ես ամուսնացած չեմ, 19 տարեկան եմ կամ 20 կամ 21, զբաղվում եմ ինքնաբավարարությամբ, ինչ վտանգ կամ հավանականություն կա կուսաթաղանթը վնասելու։ Բժիշկ իհարկե հավանականությունը չի կարող հաշվարկել, որովհետև դա արդեն կլինի, որ ոչ թե բժիշկ, այլ գուշակություն է անում։ Կուսաթաղանթի տեղակայումից է ամեն ինչ կախված։ Նորմալ անատոմիական
պայմաններում կուսաթաղանթը տեղադրված է, արկա է հեշտոցամուտքից 3-ից 4 սանտիմետր խորության վրա։ Ուղղակի մատով ես մի անգամ նույնիսկ վիդեո էի նկարել այդ մասին, որ մատով դժվար է վնասել բան, մեկն էլ գրել էր հնարավոր է տեսել եք բժիշկյան աղջիկների եղունգների երկարությունը։ Այո, այս պարագայում իսկապես պետք է հաշվի առնել, որ եղունգի երկարությունը, եթե մենք այդպես մոդայի հետևից ընկնենք եւ հիմա տեսել եք գնալով ավելի երկարում են եղունգները, տեսականորեն հնարավոր է նման բան, բայց վնասվածքը կուսաթաղանթի ինչ է դա իրանից ենթադրում, որ փոքրիկ վնասվածք է տեղի ունեցել այդ թաղանթի եւ կարող է այո լինել եւ այրան արկայություն, բայց դա չի նշանակում, որ մի օր ինքը սեռական կյանքով ապրելուց տղամարդը կհասկանա, որ 5 տարի առաջ այդ աղջիկը ինքն իրան բավարարելուց կուսաթաղանթը վնասել է։ Որովհետեւ այս ամենին զուգահեռ այսօր նաեւ արդիական է դարել արհեստական առնանդամների կիրառումը ինքնաբավարարման տարբերակով վիբրատոր կոչված։ Վիբրատորներ այս պարագայում արդեն ավելի հավանականությունը ավելի մեծ է։ Եվ այս ամեն ինչի կողքին էլ ես կավելացնեմ մի կետ, որը ցավոտ թեմա է մեր հասարակության մեջ եւ ես գիտեմ, որ լիքը քննարկման առիթ կտա, կույս աղջիկները ապրում են սեռական կյանքով, խոսքը վերաբերում է վագինալ կոնտակտներին, հեշտոցային կոնտակտներին, պահպանելով իրենց կուսաթաղանթը։ Շատերը կզարմանան, կասեն, ո՞նց կա ձևը դրա։ Առնանդամը ամբողջությամբ չի ներս գնում, մի մասն է ներս գնում, մինչև կուսաթաղանթը։ Եվ մի անգամ իմ պացիենտներից մեկը շատ գունավոր բժիշկ ջան, դե ինքը կույս է, ասում լավ, դու քո արած գործից ինչ ես հասկանում, առնանդամից մի քիչ ներս գնալը ինչ է քեզ տալիս, բայց դա կա։ Բայց միշտ պետք է այդ աղջիկներին տեղյակ պահել, որ ռիսկը կա, որ այդ զգույշ կոնտակտների ժամանակ թեկուզ մի օր կարա լինի կուսաթաղանթի վնասում։ Այդ կուսաթաղանթի թեման մեր հասարակության ամենացավոտ թեմաներից մեկն է, եւ այս վերջերս ես ճեմարանում, երբ որ հերթական դասընթացն էի անցկացնում, ինձ հետաքրքիր էր երեխաների կարծիքը, երեխաները ասած տեղը 17 տարեկան արդեն, եւ բոլորը միաբերան պնդում էին, որ կարեւորը, որ աղջկան տուն էս բերում ինքը լինի կույս։ Ես լրացի, համարեցի, որ դեռ ժամանակը չի խոսել այն ցավոտ կետերի մասին, որոնք արկա են մեր հասարակության մեջ եւ կուսաթաղանթի արկայությունը բացարձակապես չի խոսում մարդու բարոյական հատկանիշների մասին։ Ցավալի է, բայց փաստ է։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հաղորդման համար եւ ես նույնպես կուզենայի շնորհակալություն հայտնել ձեզ, Ամալիա ջան, եւ ձեր հաղորդմանը եւ նախաձեռնությանը նման, որովհետեւ քիչ են նմանատիպ ֆորմատները, որտեղ հնարավորություն կա այսքան ազատ քննարկելու սեռական կյանքի հետ կապված հարցերը եւ քիչ են նաեւ նմանատիպ մասնագետները, ովքեր պատրաստ են այդ ամեն ինչի մասին խոսել։ Իսկապես շնորհակալություն ձեզ եւ ձեր հաղորդմանը եւ ողջ անձնակազմին, որտեղ սա մի փոքրիկ հնարավորություն է, որպեսզի էկրանից այն կողմ նստած բազմաթիվ մարդիկ մի փոքր ինֆորմացիա ստանան, եթե այդ ինֆորմացիան նույնիսկ չօգնի իրենց լուծել իրենց սեռական խնդիրը, գիտակցել գոնե հասկանալ, որ դա խնդիր է եւ արժի այդ հարցով դիմել մասնագետի, որտեղ մարդիկ ունենալով սեռական խնդիրը պարփակվում են, մտածում են ուր գնան, ում դիմեն, ինչ անեն։ Ի վերջո դա բերելու է ընտանիքի քանդմանը։ Ի վերջո, որքան ինֆորմացված ես, այնքան պրակտիկայում եւ իրական կյանքում սխալվելու հավանականությունը փոքր է եւ մեծ է երջանիկ հարաբերություններ կառուցելու։ Միանշանակ զույգերը, ովքեր ավելի տեղեկացված են սեռական կյանքից, դա միանշանակ այդպես է, սեռական դիսֆունկցիաների առաջացման հավանականությունը քիչ է, որտեղ մարդիկ ունենալով գիտելիք, կիսվում են, խոսում են, քննարկում են, ով դա չունի, ինքը չգիտի, որ կետից սկսի, ոնց խոսա եւ ինչ ասի։ Առայժմ էլի ենք հանդիպելու։ Շնորհակալություն ձեզ։ Որքան էլ սեքսը լինի կարևոր առողջական տեսանկյունից, միևնույնն է, եթե չկա սեր, եթե չկա կիրք, սիրով զբաղվելը չի կարող ձեզ պարգևել հոգեհուզական, էմոցիոնալ բավարարվածություն, իսկ ըստ իս սա շատ ավելի կարևոր է, քան ֆիզիոլոգիականը։ Սիրեք, եղեք սիրված եւ այս պարագայում միայն զբաղվեք սիրով։ Հանդիպելու ենք առայժմ։